Doing Digital 2025-ն արդեն իրականություն է։ Ֆորումը կրկին համախմբեց թվային փոխակերպումների առաջնագծում գտնվող մասնագետներին ու համաշխարհային ընկերությունների ղեկավարներին։ Միջոցառումն այս տարի կրում էր «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։ Պետական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներն ու ոլորտի փորձագետները քննարկեցին թվային արժույթների, արհեստական բանականության, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումները, անդրադարձան դրանց ազդեցությանը ֆինանսաբանկային համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Միջոցառման կազմակերպիչ Spring PR ընկերության համահիմնադիր Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով ֆորումի թեման համահունչ է այն գործընթացներին, որով Հայաստանն այսօր անցնում է թվային արժույթների դաշտը կարգավորելու տեսանկյունից։ DDF-ը դարձել է մի հարթակ, որտեղ իրար հետ մրցակցող ընկերությունները եւ ոչ միայն ընկերությունները, policy maker-ները, պետությունը, միջազգային կառույցները գալիս են այստեղ քննարկելու տեխնոլոգիական ապագան, քննարկելու այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք մենք ունենք որպես էկոհամակարգ եւ որպես երկիր, որպեսզի կարողանանք այդ առաջնորդությունն ունենալ եւ միավորված մոտեցում ունենալ առհասարակ այս բոլոր հարցերի շուրջ։ Շատ տարբեր է մասնակիցների ցանկը, բայց բոլորը հավաքվել են քննարկելու ինչ անենք որպես երկիր, որպեսզի մենք այս տեխնոլոգիական ցունամիի դարաշրջանում առաջնորդենք այդ փոփոխությունները, ոչ թե լինենք ուղղակի դրա սպառողը։ DDF-ի գլխավոր խոսնակ աշխարհի top 10 ֆուտուրիստ բանախոսներից Գերտ Լեոնհարդն էր, որը ներկայացրեց 7 կանխատեսում աշխարհը մինչև 2030 թվականը թեմայով ելույթ, անդրադառնալով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացմանը և թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերություններին։ Կարծում եմ, որ տեխնոլոգիաները գործիքներ են, որոնք տալիս են հնարավորություններ, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպես օգտագործել դրանք։ Դա է տաղանդը։ Հաճախ մենք սխալ ենք օգտագործում գործիքները։ Քաղցկեղը բուժելու գործիքները ստեղծելու փոխարեն ստեղծում ենք գործիքներ ավտոմատացված զենքերի համար։ Մենք պետք է ավելի իմաստուն լինենք գործիքները ճիշտ օգտագործելու համար։ Համաշխարհային կրիպտո առաջնորդ Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի դիտարկմամբ այս շրջանն ամենահետաքրքիրն է ֆինանսների և ընդհանրապես փողի պատմության մեջ։ Հաճախ շատերը չեն գիտակցում, թե քանի առաջատար կրիպտո ընկերություն կա Հայաստանում և ինչքան ակտիվ են հայերը ամբողջ աշխարհում, երբ խոսքը վերաբերվում է կրիպտո արժույթներին և թվային արժույթներին։ Այս բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ հայերը ճկուն են, ողջունում են նոր տեխնոլոգիաները և հնարավորություն ունեն օգտվել այս փոփոխություններից։ Ֆորումին ելույթ ունեցան նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ազգային վճարային համակարգ արքայի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Edgar Dunn & Company գործադիր տնօրեն Սամի Զաֆարը և այլք։ Doing Digital Forum-ի այս տարվա գործընկերներն էին Amazon Web Services-ը, Visa-ն, Arcan, Fastex-ը, Fastbank-ը և Apricot Capital-ը։ 2023 թվականից մեկնարկած Doing Digital Forum-ն արդեն համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Եվ վստահ եմ, որ մենք կհանդիպենք հաջորդ տարի Doing Digital Forum 2026-ին։